Բարոյ սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 30-ն է եւ սա արդեն թվով մեր երկրորդ հաղորդումն է։ Նախորդ հաղորդումը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է տվել, մեր հաղորդման տակ բազմաթիվ մեկնաբանություններ են եղել, ոմանք ասել են, որ գրել են, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, ոմանք էլ քննադատել են Նիկոլ Փաշինյանի այդ գրառումը Facebook-յան էջում։ Անկեղծ ասեմ, ինձ դժվար էր մեկնաբանել այդ թեման։ Ես շատ եմ սիրում մեր հայ առաքելական եկեղեցին, բայց ծանոթ եմ նաև նման ցավալի խոսք չեմ կարող նույնիսկ գտնել, թե ինչպիսի ահավոր հիվանդ երևույթներին, բայց նույն ժամանակ ես նշեցի, որ Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է այդպիսի գրառումներ աներ։ Չնայած, կրկնեմ, եթե նա չաներ այդ գրառումները, այդքան գլոբալ հնչողություն չէր ստանա այդ հարցը, բայց այդ հարցերը ես կարծում եմ, որ այլ կերպ պետք է լուծվեն։ Այսօրվա մեր հաղորդումը ճիշտ է ինֆորմատիվ է լինելու, այսինքն մենք խոսելու ենք վերջին իրադարձությունների մասին, բայց նաև խոսելու ենք այն մասին, թե ինչքան մեծ փոփոխություններ են տեղի ունեցել 6-7 տարիների ընթացքում ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանի շուրջ, թե որքանով է ամբողջ աշխարհը խառնվել։ Կարծես կորոնավիրուսից հետո ամեն ինչ փոխվել է այս աշխարհում, հետո տեղի ունեցավ պատերազմը 44-օրյա, հիմա ահավոր ահռելի հիբրիդային պատերազմ է տեղի ունենում ամբողջ աշխարհում, ռուս-ուկրաինական պատերազմի մասին էլ չասեմ։ Եվ այդ հիբրիդային պատերազմը մեծ ծանր հետևանքներ է առաջացրել Հայաստանի եւ Վրաստանի համար։ Կարծես մեջտեղից կիսում է Հայաստանը եւ Վրաստանը, չեմ ասում ֆիզիկապես, բայց հասարակությունը իր մեջտեղից կիսում է այդ հիբրիդային պատերազմը, շատ ահավոր դաժան դժվար իրավիճակ է մեր երկրների համար, եւ դրա համար մենք պետք է փորձենք այնուամենայնիվ լինել միասնական։ Եթե հայ մարդիկ ենք, եթե վրացի մարդիկ ենք, քանի որ նաև Վրաստանում եմ ապրում, դրա համար միշտ էլ Վրաստանը հիշում եմ, բայց ես միշտ էլ նաև ասել եմ, որ չեմ կարող առանձին քննարկել Հայաստանին ուզող հարցերը Վրաստանին ուզող հարցերից, դրանք ընդհանուր կոնտեքստի մեջ եմ տեսնում, քանի որ առանց Վրաստանի հաջողության Հայաստանը չի կարող ունենալ որևիցե հաջողություն, եւ հետեւաբար ես տեսնում եմ, թե ինչ ծանր հիբրիդային պատերազմ է տեղի ունենում ընդդեմ Վրաստանի եւ Հայաստանի։ Եվ եթե նախկինում եկեղեցու շուրջ էլ հարցեր չկային, եկեղեցին էլ չէր քննադատվում, դա չէր նշանակում, որ եկեղեցում խնդիրներ գոյություն չունեին։ Անձամբ ես բազմաթիվ հստակ տեղեկություններ ունեմ որոշ հոգևորականների սրբազանների մասին, բայց ինձ միշտ ցավալի է խոսել այդ հարցի շուրջ, քանի որ երբ որ դու բարձրաձայնում ես այդ հարցը, շատ մարդիկ են լսում այդ մասին, նույնիսկ նրանք, ովքեր որ պետք չէ, որ լսեն այդ մասին, իսկ եթե վարչապետն է գրում, այդ ամենին է տեղի կանում ցավոք սրտի ամբողջ աշխարհը, եւ դա նաեւ լուրջ խնդիրներ է ստեղծում մեր համար։ Դա էլ կա սիրելի հայրենակիցներ, եւ այս դժվարին դաժան հիբրիդային պատերազմի մեջ ուղղակի տեսնում ես, որ այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք որ կարող է վտանգեն մեր երկրների ինքնիշխանությունը։ Այսինքն նույնիսկ եկեղեցու շուրջ այդ խոսակցությունները, նույնիսկ պառակտվածությունը հասարակությունների մեջ այդքան վախենալու չեն, որքան ինքնիշխանության կորուստը։ Ամեն ինչ եռում է եւ հանգուցալուծումն էլ մեծ հաշվով չի երևում։ Ես կվերադառնամ այս հարցին եւ կխոսենք մենք մանրամասն այն մասին, թե ինչ հանդիպում է սպասվում հունիսի 2-ին Ստամբուլում, չափազանց կարևոր է եւ երևի թե այդ հանդիպման ժամանակ արդեն որոշվի նաեւ մեր ճակատագիրը, առանց չափազանցնելու ես այդպես եմ կարծում։ Բայց մինչեւ այդ հարցերին անցնելը քննարկենք օրվա կարևոր իրադարձությունները եւ կրկին հիշեցնեմ սիրելի հայրենակիցներ լայքերի մասին, քանի որ ձեր լայքերը չափազանց կարևոր են, որ մեր հաղորդումները արագ տարածում ստանան։ Առանց ձեր լայքերի միանգամից ասեմ, որ մեր հաղորդումների հաջողությունը շատ ավելի նվազ է, իսկ ձեր լայքերի միջոցով ավելի լավ է տարածվում մեր հաղորդումը, դրա համար կրկին կոչ եմ անում անպայման լայքել եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ
լայքում ու բաժանորդագրվում են մեր ալիքին, ինչպես նաև չափավորված չափի մեջ մեկնաբանություններ են անում։ Չափի մեջ ասելով, եթե հայհոյանքներ, վիրավորանքներ չկան, բնականաբար այդ մեկնաբանությունները միայն ողջունելի են։ Այսօրվա լուրերից կառանձնացնեմ այն, որ Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը եւ կրակել է կրկին Սյունիքի ուղղությամբ, խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրկին տան ուղղությամբ է կրակել, տուն է վնասել, ինչպես նաև մանր եղջերավոր անասուն է խոցել։ Եվ հայկական կողմի կոչեր Ադրբեջանին, որ եկեք ընդհանուր հետաքննենք, թե ինչ է տեղի ունենում, անպատասխան են մնում, ցավոք սրտի, եւ մենք հասկանում ենք, թե ինչու համար, եթե կրակում են, բնականաբար անպատասխան կթողնեն այդպիսի առաջարկները, քանի որ դա իրենց շահերից չի բխում։ Մեկ կարևոր տեղեկություն եւս այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջոշուա Խակի հետ։ Հիշեցնեմ, որ նա երեք գտնվում էր Հայաստանում եւ մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել Հայաստանում, այդ թվում նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, Ռուբեն Ռուբենյանի հետ պատգամավոր, որը որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այդ հանձնախմբի անդամ է, եւ ինչ է կարևոր, հաստատի Բայրամովի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչը քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը եւ ադրբեջանական կողմը տեղյակ է պահել այն խոչընդոտներից, որոնք որ կան հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում, որոնք որ թույլ չեն տալիս փաստացի ըստ ադրբեջանական կողմի ստորագրել խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ։ Ես պատկերացնում եմ ինչ է ասել Բայրամովը, մենք բոլորս էլ հասկանում ենք եւ գիտենք, թե ինչ ասած կլինի, հիմա կրկին չկրկնեմ, սահմանադրության փոխելու հարցը, արագ ասենք առաջ։ Մինսկի խմբի լուծարման հարցը, ինչպես նաև իրենց հորինված այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Ես հասկանում եմ եւ համոզված եմ նաև նրա մեջ, որ ամերիկյան կողմը շատ լավ հասկանում է այդ ամենը, հասկանում է, թե որքան հորինված անիմաստ պահանջներ է ներկայացնում Ադրբեջանը հայկական կողմին։ Դրանից բացի կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ հատուկ ուշադրություն են դարձրել էներգետիկ հարցերի վրա։ Այլևս շատ կարևոր է նշել։ Հայաստանի մասով հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, անցնենք միջազգային հարցերի, որոնք որ ուղիղ առնչություն ունեն մեզ։ Փաստացի, ես այսօր անդրադարձա եւ ավելի լրացուցիչ ձևով կրկին անդրադառնամ Քիթ Քելոգի հայտարարություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացի Ստամբուլում տեղի ունենալիք այդ հանդիպմանը ընթരാճ։ Եվ փաստացի Քելոգը հստակ բացահայտում է այն, որ Ռուսաստանի Դաշնությունը իր անվտանգության նկատառումներից ելնելով պահանջում է ՆԱՏՕ-ից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որպեսզի ՆԱՏՕ-ն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվեն, որ Ուկրաինան կդառնա երբևիցե ՆԱՏՕ-ի անդամ, Մոլդովան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Հետևաբար այդ ամենը մասամբ նաեւ կարող է վերաբերվել Հայաստանին, Ադրբեջանին եւ մնացած հետխորհրդային երկրներին, եւ փաստացի Քիթ Քելոգը հասկացնել է տալիս, որ իրենք շատ լավ հասկանում են Ռուսաստանի Դաշնության մտահոգությունները եւ փաստացի այդ հայտարարության մեջ ակնարկ կա, որ երևի թե պատրաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգները հստակ խոստանալ, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի Ռուսաստանի սահմաններ, այսինքն հարավային Կովկաս, Ուկրաինա, Մոլդովա։ Դիմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինը սկզբունքորեն աջակցում է Զելենսկի եւ Թրամփի հետ անձնական հանդիպումները, բայց ասում են, որ դրա համար պետք է շատ լավ նախապատրաստվեն կողմերը։ Եվ եթե հիշում եք, ես նաև խոսում եի, որ անվտանգության խորհրդների ղեկավարները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ինչպես նաև որքան հասկանում եմ Ռուսաստանի, չնայած որ Ռուսաստանի անունը չկար այդտեղ, գալու են բանակցություններին, որոնք որ ընթանալու են Ստամբուլում, հանդիպելու են ուկրաինական կողմի հետ, հանդիպելու են ռուսական կողմի հետ։ Հավանաբար ուկրաինացիները եւս այնտեղ ներկա կլինեն այդ մակարդակով, եւ սա նշանակում է, որ հարցը լուրջ է, նախորդ հաղորդման մեջ եմ ասել, հիմա ավելի փորձեն բանալ փակագծերը։
հաստատի Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, մասամբ նաև Ուկրաինայի հետ միասին Ռուսաստանի Դաշնության հետ որոշում են կայացնելու ՆԱՏՕ-ի ընդլայնման ճակատագրի շուրջ եւ Ռուսաստանի հնարավոր ազդեցության տարածման շուրջ։ Ես կարծում եմ, որ եւ գրեթե համոզված եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցելու են այդ գաղափարին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու դեպի Ռուսաստանի սահմաններ։ Այդ թե ինչ չի ասելու Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան չեմ կարող ասել միանշանակ, հնարավոր է նրանք համաձայնվեն, հնարավոր է ոչ, բայց ես կարծում եմ, որ այնտեղ Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ հարց է բարձրաձայնելու, որ Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը, բնականաբար նաեւ Հայաստանը, բայց Հայաստանի անուղոչը շեշտում են, չեն դառնալու, չպետք է դառնան նաեւ Եվրամիության մաս։ Այդտեղ ես կարծում եմ, որ միանշանակ Ֆրանսիան եւ Գերմանիան դեմ են լինելու այդ մոտեցմանը Ռուսաստանի Դաշնության։ Դե Մեծ Բրիտանիան այդտեղ ձայնի իրավունք չգիտեմ ինչ կանով է ունենալու, քանի որ Եվրամիության անդամ չի այլևս։ Ահա այդ հարցի շուրջ ես կարծում եմ, որ լուրջ հակասություններ կարող է լինեն Եվրամիության երկրների, Մեծ Բրիտանիայի չասենք, բայց Ֆրանսիայի եւ Գերմանիայի ու Ռուսաստանի Դաշնության միջև, թե ինչ կեցված կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա եւս դժվար է կանխատեսել։ Ինքնիշխանության մասով ես կարծում եմ, որ այդ երկրները բոլորը միանշանակ ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն հրաժարվելու այն գաղափարից, որ մեր երկրները պետք է լինեն ինքնիշխան։ Եթե ինքնիշխանության կոնկրետ հարցեր չքննարկվի, կքննարկվի ազդեցության գոտի հասկացողությունը։ Ռուսաստանը պետք է պնդի, որ Հարավային Կովկասը իր ազդեցության գոտի է, այսինքն Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, նաև կխոսեն Մոլդովայի, Ուկրաինայի մասին, ինչպես նաև կարծում եմ կխոսեն նաև Միջին Ասիայի մասին, որպեսզի այլևս որևիցե հարց այդտեղ եւս չառաջանա։ Թե ինչ պատասխան է տալու Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիության երկրները ինչ պատասխան են տալու, ես արդեն ասեցի։ Բայց մենք 100%-ով չենք կարող համոզված լինել ոչինչի մեջ, շատ մեծ է հավանականությունը ինչի մասին ես հիմա խոսում եմ, որ պնդելու են, որ ինքնիշխանությունը պետք է պահպանվի երկրների մոտ եւ Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան իրավունք ունեն դառնալու Եվրամիության անդամ, եթե ցանկանային ՆԱՏՕ-ի մասով կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգները միանշանակ, ինչպես ասեցի, զիջումներ անելու է այդ հարցի շուրջ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դիրքորոշումը պարզ չէ, մոտավորապես սա է պատկերը, կարծում եմ կրկնվել անիմաստ է, բայց ամբողջ հարցը նրանում է, թե այդ մոտեցումը որքանով է բավարարելու Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ ես միանշանակ չեմ կարող այս հարցին պատասխան տալ, բայց պատկերացնում եմ, որ այդպիսի մոտեցումը, եթե նույնիսկ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան համաձայնվեն, որ Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը չեն դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, ես չեմ պատկերացնում, որ միայն դա բավարարի Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ավելին պահանջի իմ պատկերացմամբ, ավելին պահանջի թե Ուկրաինայի մասով եւ թե մեր երկրների մասով։ Այն, որ Ռուսաստանի Դաշնությունը կարծես Պեսկովի մակարդակով պնդում էր, թե ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ այլ հարցեր չեն քննարկվում, փաստացի դա չի համապատասխանում իրականության, դա սուտ է, քանի որ Քիթ Քելոգը ասում է, որ չէ, կոնկրետ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցն է քննարկվում Մոլդովա, Ուկրաինա եւ Վրաստան։ Եվ պատահական չէ, որ այդ անունները, երկրների անունները կոնկրետ շեշտում է Քիթ Քելոգը։ Եվ սիրելի հայրենակիցներ, այստեղ կարևոր է, որ մենք շատ ավելի նուրբ ձևով կարողանանք հասկանալ եւ ընկալել թե ինչ տեղի կունենա մեր տարածաշրջանի հետ։ Ես կարծում եմ, որ դա արդեն հայտնի կամաց կարող է դառնալ Ստամբուլյան այդ հանդիպումից հետո, հունիսի 2-ի հանդիպումից հետո, այն մեսիջները, որոնք որ կծկտուր ձևով մենք կլսենք տարբեր երկրներից, հայտարարությունների մակարդակով մեզ ընդհանուր պատկերացում է տալու, թե ինչ ապագա է ունենալու մեր տարածաշրջանը։ Արդյոք Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան,
Գերմանիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակելու են աջակցել մեր երկրների ինքնիշխանությանը։ Սա ամենակարևոր եւ գլխավոր հարցն է, դրա համար սիրելի հայրենակիցներ, հենց սկզբում հաղորդման ասեցի, որ մենք պետք է հիմա լինենք առավել քան միասնական։ Չպետք է տարածենք թշնամանք, չպետք է միմյանց վիրավորենք, քանի որ շատ բարդ ճակատագրական փուլ է մեզ համար, մեր ժողովուրդների համար եւ մեր միասնականությունից, փոխադարձ հարկանքից եւ սիրուց շատ բան է կախված։ Չեմ ասում նույնիսկ միայն հայերը հայերի միջև, Հայաստանում եւ վրացիների միջև պետք է համերաշխ ապրեն։ Ես կասեմ նույնիսկ ավելին, մեր երկրների ներսում պետք է լինի համերաշխություն ու մեր երկրները միասին պետք է շատ համերաշխ լինեն։ Հայերը եւ վրացիները պետք է միասին լինեն այս բարդ դժվարին ժամանակաշրջանում եւ մենք չպետք է թույլ տանք որևիցե ազգի, որևիցե ժողովրդի, որևիցե կառույցի, որևիցե ուժի, հիբրիդային պատերազմի գործիքի պառակտել մեզ։ Շատ կլինեն այնպիսի հայտարարություններ, գործողություններ, որոնք որ փորձելու են սեպ խրել մեր ժողովուրդների միջև, հայերի եւ վրացիների միջև։ Չպետք է տրվենք այդ ամենին, չպետք է հուսնահատվենք, նաեւ մենք մեր ներսում պետք է պահենք հնարավորինս հարկանք միմյանց նկատմամբ, կան կարմիր գծեր, բազմաթիվ կարմիր գծեր, որոնք որ կարծում եմ պետք չի հատել եկեղեցականներին, պետք չի հատել իշխանության ներկայացուցիչներին, պետք չի լրատվամիջոցներին, պետք չի հատել քաղաքական գործիչներին, եւ դա վերաբերվում է ինչպես Վրաստանում գոյություն ունեցող այդ ամենին, այդպես էլ Հայաստանում։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, առողջ եղեք, կհանդիպենք։